Հայաստանի ներքաղաքական դաշտում սուր հեռակա բանավեճ է սկսվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հզոր Հայաստան կուսակցության համակարգող Նարեկ Կարապետյանի միջև։ Միմյանց հասցեին արված կոշտ հայտարարությունների ուղեկցությամբ։ Փաշինյանը տեսաուղերձով սպառնացել է փակել ապօրինի փողերի շրջանառությունը, պնդելով, որ առանց դրանց Սամվել Կարապետյանը կմնա ընդամենը 4 հոգով։ Ի պատասխան Նարեկ Կարապետյանը վարչապետին հորդորել է չվախենալ եւ ակնարկել է գործարարի սպասվող խոշոր պատասխանի մասին։ Փաշինյանը հեգնանքով արձագանքել է, թե իր միակ մտահոգությունն այն է, որ միլիարդատերը մինչև տարեվերջ կարող է զրկվել իր ողջ կարողությունից։ Վեճն ավարտվել է Կարապետյանի կոշտ գնահատականով, որը վարչապետի խոսույթն անվանել է հոգով բոմժի վարքագիծ։ Կալուգացի Սամվելը իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ։ Վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ։ Թե ինչա լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ։ Դա օրինակ վարչապետի խոսիթ է ժողովուրդ։